Վիլյամ Սարոյան, ամերիկահայ գրող, ծնվել է Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում։ Գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի ավանդույթների պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը։ Ով էր նա եւ ինչ էր անում Ամերիկայում, կիմանանք նրա այդպիսի պատմվածքներից մեկում՝ Նռնենիները։ Վիլյամ Սարոյանի Նռնենիներ պատմվածքը պատմում է մի երասկոտ, բայց կյանքի նկատմամբ իրատեսորեն անիրատես մելիք հորեղբոր մասին, ով ամերիկյան չոր անապատում որոշում է այգի հիմնել։ Նռնենիներ, տեղ, ծիրան, թուզ ու այլ պտղատու ծառեր տնկելով։ Չնայած հողի անմշակելի լինելուն, ջրի պակասին, բոժոժավոր օձերին ու անապատային կենդանիներին նա չի հանձնվում։ Դարձում է մեքսիկացի բանվորների, գնում է Ջոն Դիրի տրակտոր, փորում ջրորներ, ջուր գտնում քիչ, բայց հյուսյով։ Վերջապես տնկում է մոտ 700 նռնենի։ Առաջին տարին տալիս է ընդամենը 3 պտուղ, երկրորդին մի քանի հարյուր, սակայն շուկայում նուռը ոչ ոք չի ուզում գնել։ Տնտեսական դժվարությունների պատճառով հորեղբայրը կորցնում է հողը, վերադարձնելով այն նախկին տիրոջը։ Տարիներ անց պատմողը հորեղբոր հետ վերադառնում է նախկին այգի։ Ծառերը չորացել են, անապատը վերականգնել է իր նախկին տեսքը, եւ նրանք լուռ հեռանում են չասելով ոչինչ, որովհետեւ ասելիքը չափազանց մեծ էր բառերի համար։ Այս պատմվածքը խոսում է երազանքի, պայքարի, հիասթափության, բայց նաև գեղեցկության ու արժանապատվության մասին, որ նույնիսկ կոտար հողում նրանց ոչ ռեալիստական երազանքն էր իրեն ստեղծած փոքրիկ Հայաստանը։